Շատ անգամ, երբ ինքնակնությամբ անկեղծ կարողանում ենք նայել մեր անելիքներին, մեր գործերին, տեսնում ենք, որ շատ սխալներ են կուտակվել։ Եվ այդ շատ սխալները մեզ մի տեսակ հեռացրել են ինքներս մեզանից։ Եվ շտկելու, վերադառնալու, նորից վերականգնելու շատ մեծ ցանկություն է առաջանում եւ անկարողության զգացում է գալիս։ Եվ մենք տեսնում ենք, որ առանձնացել ենք, ինքներս մեզանից հեռացել ենք, արտաքսվել ենք եւ սխալները գալիս են մեզ ընկճելու, գալիս են մեզ նեղացնելու, որովհետեւ այդ սխալներից առանձնանալու, այդ սխալներից հրաժարվելու ճանապարհը չենք կարողանում գտնել։ Մեծ պահքի ամբողջ նպատակը եւ իմաստը ամփոփված է այդ սխալներից հեռանալու ճանապարհը գտնելը։ Այս օրերին մենք մեր մարմինը զսպելով, հոգևոր կրթությամբ զբաղվելով, հոգևոր կերակուրներ ուտելով, ամրապնդելով մեր հոգին, կարողանում ենք վերականգնել այդ լքվածության զգացումը։ Կարողանում ենք վերականգնել ամբողջ այն իրողությունը, որ կոչվում է առողջ կյանք։ Մեզ համար շատ կարևոր է, որ հիշենք հոգու եւ մարմնի միությունը բերում է մեզ առողջություն։ Եվ այս օրերը մեզ համար հոգևոր անելիքի օրեր են։ Հոգևոր գրականության ընթերցում, հոգևոր զրույցներ, որպեսզի ինքներս մեզ վերագտնենք եւ այլևս չկորցնենք։ Փառք Աստծո։